Բարի ողջուներս, հարգելի հայրենակիցներ, աշխարհի հայությանը, բոլոր տարածաշրջանի հայությանը, գումարած նաև Արցախահայությանը, որովհետև ինչու եմ շեշտում Արցախահայությանը, վերջերս այս իշխանությունները Արցախահայության նկատմամբ այն ինչ որ խոսք էին տվել, ճիշտն է որ ասեմ, իրենց ասածը երբևիցե չեն կատարել։ Կրկին հիմա խոստումներ են տալիս։ Իբրև թե Երևանը ափամերձ գոտիում ապրողներին եւս 1 միլիոն ավելացնում ենք, կրկին խաբում են, ժողովրդին ծայրահեղացնում են, ամեն ձևով Արցախահայությանը նվաստացրել են։ Եթե գետ մեկ անց կա որ պետք է ասի արցախցին չի կռվե, արցախցին թուրքա, իր ընտանիքով հանդերձ, իր գերդաստանով հանդերձ թուրքա եւ թուրքից էլ ավելի վատն է։ Նիկոլ Փաշինյանն է ինքը։ Այսպես ասեմ, ամենագերագույն հայոյանքը այսօր Նիկոլ Փաշինյան, ասես բավարար է։ Բոլորին ում ուզում ես հայոյես, կոչի Նիկոլ Փաշինյան։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այն արես ազգի ճակատագրի հետ, որ աշխարհում այդպես բացասական մարդ չի եղել, որ իր ազգի հետ այսպես վարվի։ Հիմա մեր ժողովուրդը հաճախակի դեմ են Արցախահայությանը, դեմ են Ռոբերտ Քոչարյանին, տարբեր քաղաքական ուժերին։ Դեմ եք Ռոբերտ Քոչարյանին, ասենք մենք որ Նիկոլին չենք ընտրում, Քոչարյանին ենք ընտրում։ Մենք որ Սամվել Կարապետյանը կա, Գագիկ Ծառուկյանը կա, Վարդան Ղուկասյանը Գյումրիում ամենաամուր մարդը կա, այդ ինչի չեք ուզում հաշվի առնել։ Մեր կույրերի կոմբինատի հավաքածուները ասում են Նիկոլը գնա, Սերժը գա, Նիկոլը գնա, Քոչարյանը գա։ Այսը ոչխարաբերդի ոչխարների հավաքածուները որտեղից եք հավաքել։ Ոչ, Նիկոլը գնա Սամվել Կարապետյանը գա։ Նիկոլը գնա Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գա։ Այնպես որ մի ձեզ նվաստացրեք, Արցախահայությունը լավ էր, այն աղջիկը նենց խոռոփեց Նիկոլի դեմքին մետրոյի մեջ ու բոլորը դու տեսնելու եք, ոչ միայն այն աղջիկը, անունը չգիտեմ ճիշտ ասած, Արցախահայությունից էր ու ինքը երևանցի տղաներից 1000 անգամ ավելի լավ տղաներ էր, եթե Նիկոլին են սատարում։ Ես կողմ եմ Արցախահայությանը, ժողովուրդ Արցախցի կլնեն, երևանցի կլնեն, ապարանցի կլնեն, մեր հայերն են։ Մենք չպետք է տարբերենք իրանց մեզանից։ Համենայնդեպ ժողովուրդ ջան, դիտեք եւ տարածեք։ Շնորհակալություն ուշադրության